Սիրելի հետևորդներ, ողջունում ենք ձեզ մեր ալիքի եթերում։ Այսօր եկել ենք հոկտեմբերյանի շուկա, տեսնում եք մայրուղին։ Անմիջապես մայրուղու հարող հատվածից մտել ենք ներս, հիմա գնանք տեսնենք այստեղ ինչ գներ են։ Կեսօրվա ժամ է, հասկանանք կեսօրվա ժամին այստեղ ինչ գներ են։ Հենց անմիջապես առաջին տաղավարներից մոտենանք, տեսնենք այստեղ ինչ են վաճառում եւ ինչ գներ են։ Այս անգամ շուկան ավելի ակտիվ է, քան նախորդ անգամ։ Քանի որ սոխի բերքահավաքը արդեն սկսվել է, շուկայում շատ են նաև սոխերը, ինչպես նաև ճանապարհին, երբ որ գալիս էինք հոկտեմբերյանի կողմից, Արմավիր քաղաքի կողմից, այնտեղ ճանապարհին տեսանք, որ արդեն դաշտերում բերքահավաքը սոխի սկսվել է եւ տեխնիկաները սոխ էին հավաքում։ Շուկան այս անգամ, ինչպես նշեցի, արդեն բավականին ակտիվ է։ Նախորդ անգամ, երբ որ կեսօրվա ժամին, մոտավորապես ժամը 4-ի կողմերն է հիմա։ Նախորդ անգամ, երբ որ եկել էինք այստեղ, շուկան սակավամարդ էր, իսկ այսօր բավականին բազմամարդ է։ Փորձենք մոտենալ տաղավարներին, հասկանանք ինչ են վաճառում։ Անցնենք առաջ, գնանք տեսնենք ինչ են վաճառում։ Ուրեմն տեսեք, այսօրվա ձմերուկները 80 դրամ են։ Սրանք տեղական ձմերուկներն են, չէ՞։ Տեղական են, այսինքն մանր չափսն է, էլի։ Խոշորը ավելի թանկ է։ Սա է խոշորը։ Չէ, խոշոր ուրիշ ավտոների մեջ կա, ինքը բան է, մանրոտնի է, էլի։ Խոշորի մեջի մանր 70 դրամ է։ Իսկ մանրը քանի կիլոգրամն է։ Այսինքն 4-5-6-ն է։ Այսինքն մինչև 6 կիլոգրամը մանրը համարվում։ Սա բաց գրունտում եք դրել, թե թաղանթների տակ եք։ Թաղանթների տակին է։ Թաղանթների տակին։ Շատ լավ, շնորհակալ ենք։ Սիրելի հետևորդներ, սա էլ մեծ ձմերուկներն են։ Ինչ արժեն մեծ ձմերուկները։ Քանակի դեպքում 160։ Քանակի դեպքում 160, իսկ մանրածախի դեպքում։ Հիմնականում քանակ են, մեծածախ են տանում։ Այսինքն կարող եք տեսնել։ Ահա։ Գնանք առաջ։ Ահա, Ռուստամը սեխ է ծախում, սիրելի հետևորդներ։ Տեղական սեխ է, տեսեք, թարմ սեխերը, նոր քաղած սեխեր են, տեսնում եք, որ պոչի հատվածը դեռ թարմ է։ Ասեց 150 դրամ սեխը։ Ջերմոցի պամիդոր 130 դրամ։ Ինչ տեսակի պամիդոր է։ Նկատի ունեմ ինչ սորտի անուն է, ինչ սորտ է։ Ռանելա։ Կարող եք տեսնել։ 130 ասեցիք, չէ՞։ Շատ լավ, շնորհակալ ենք։ Ջերմոցի մեջից է։ Այսինքն միանգամից ջերմոցի միջից էլ կարող եք քանակ վերցնելու համար գալ ջերմոցի միջից քանակով տանել, ինչքան որ ձեզ պետք է։ Այստեղ ունենք նաև էլի ձմերուկներ։ Իսկ ձմերուկի ինչ արժի։ 170։ Մանրածախ թե մեծածախ։ Մեծածախը 180։ Իսկ սեխի գինը։ Սեխն էլ 150։ Սա որտեղի ձմերուկն ու սեխն է։ Հոկտեմբերյան Ղամուշլու։ Այնտեղ շատ են մշակում, սիրելի հետևորդներ, ձմերուկ։ Ավշարի եւ Արմաշի նման շատ ձմերուկներ են մշակում այնտեղ։ Այսպես։ Ենք դրել, որ գույնը մեր ծախսը հանի։ Հասկանալի է։ Իսկ ինչ արժի սա։ 400 դրամ կարմիր բիբարն է, բայց սա ջերմոցի է։ Կծույա թե քաղցր։ Չէ, քաղցր է, ինքը էսի հոլանդական ռեստորանների համար է։ Հետաքրքիր սորտ։ Հատուկ բիբար է։ Իսկ Բադրիջանը կարող եմ հանել մի հատ։ Այնտեղ կա Հա, հանած կարծում։ Հա, ջերմոցի է էլի։ Ուրեմն Բադրիջանի գին ինչ արժի։ 150 դրամը, հողինը 150 դրամ։ Սա ջերմոցին է։ Սա էլ հողին է, սա բաց գրունտին է։ 250, 150։ Շատի դեպքում 100-ով էլ ենք հողից տալիս։ Շատ լավ։ Իսկ լոբին ինչ արժի։ Լոբին 400 դրամ։ Լոբին 400 դրամ։ Այստեղ ունենք գազար։ Գազարը 200 դրամ, Գազարը 200։ Բիբարը Բիբարները տարբեր 150, 200, 250, նայած որակից, նայած չափ։ այստեղ 150, Էդի ջերմոցա ու մանր։ հասկացա։ Այստեղ 200։ Իսկ լսել եմ, որ բիբարի գինը վերջերս տատանվել է, բավական բարձացել է գինը։ Այսինքն մեկ շաբաթ առաջ մոտավորապես ինչ գին էր։ Սենց ասում 3 օր առաջ, չէ, 3 օր առաջ 150 էր։ Մեծ բիբարը։ Հա, հիմա 300 ամենացածր գինն է։ Հա, Սա էլ է ջերմոցը։ սա էլ է ջերմոցի, արդեն կարմիր բիբարն է։ Իսկ խնձորն ինչ արժի։ 250։ 200, 150։ Շատ լավ։ Սոխիկի Սոխը 7 կիլո է, 1000 դրամ։ 7 կիլոն 1000 դրամ։
Շատ լավ։ 150, 170, 130 է տարբեր։ Իսկ կծու բիբարը։ Կծու բիբարը կիլոգրամը 250 դրամ։ Կծու բիբարը որքան հարցրել եմ, այս տարի լավ էժան է եղել։ Հա, Դինոմատները շատ վառած, դրսինն է վառվում հիմնականում։ հիմնականում վառվում է, համաչելի 150-ով է կիլոն տալիս են, որ կանեն շաուրմաների, Հա, քեբաբների մեջ օգտագործում են օբյեկտներում, էլի։ հա, հասկանալի։ Շատ լավ, շնորհակալ ենք ձեզ, բարի առևտուր։ Իսկ կարտոֆիլն ինչ արժի։ Հետը 120, 100 Մեծը 120, մանրը 100։ Մոտենանք մի հատ կարտոֆիլներ տեսնենք։ Սա 100 դրամանոց կարտոֆիլն է, դեպի լույսը կանգնա, որ ձեզ տեսանելի լինի ավելի լավ։ Սա 100 դրամանոց կարտոֆիլն է, իսկ սա 120։ Տոպրակներով էլ վաճառում են այսպես։ Տեսեք, եկել ենք մի տաղավար, որ գրեթե ամեն ինչ կա։ Այստեղ 200-ով։ Լավ, 200-ով դդմիկներն են, 200-ով վարունգները, 150-ով մյուս տեսակի դդմիկները, իսկ այս բիբարիգին ինչ արժի։ Սա 300։ Բիբարիգինը ասացին, որ բարձրացել է, տեսեք, սիրելի հետևորդներ։ Իսկ բադրիջանը 200 էլ կա, 300 էլ կա։ Ուրեմն սա 200-ն է, նա 300-ը։ Տեսեք, սա էլ 300-ն է։ Սա էլ 350-ով արդեն մեծ բիբարներն են, իսկ 200-ով էլ պամիդորներն են արդեն։ Իսկ կծու բիբարն ինչ արժի։ Կծու բիբարը։ Սա թե նա։ Սրա հատը 60-ից 100, մեկն ասում է 60, մեկն ասում է 100։ 100 դրամ։ Այսպես, 100 դրամ։ Չեք իրան չլսում։ Լավ, չեմ լսի։ Եթե իրան չեք լսում, վարունգի գինն ինչ արժի։ 150։ Վարունգը 150։ Իսկ ինչ տեսակի պոմիդոր եք մշակում։ Սորտն եմ ուզում հասկանալ։ Սորտ է։ Big beef։ Big beef։ Պահածոյի համար իդեալական պոմիդոր է big beef-ը։ Կարող եք մոտենալ այստեղից big beef գնել։ Այսպես, անցնենք առաջ։ 130 դրամով ստելա վարունգը։ Ստելա վարունգը այս եղանակին մի քիչ դժվար է գտնել։ Իրականում զարմացա, որ ստելա վարունգ գտա։ Հիմա շարժվենք առաջ։ Իսկ բադրիջանները։ Դրսի բադրիջաներ են, ջերմոցի է։ Հա, բացօթյա է, այսպես։ Առաջին անգամ շուկայում բամյա եմ հանդիպել, սիրելի հետևորդներ, 500 դրամ։ Այսպես, շնորհակալություն, անցնենք առաջ։ Ելակի ուրեմն ամանը 2000 դրամ արժի, իսկ մոշերը ամանը 1000 դրամ արժի։ Այսպես։ Ուրեմն շուկայում, սիրելի հետևորդներ, գները հետևյալ են։ Էժանացել է հիմնականում կարտոֆիլը, սոխը, թանկացել է բիբարը, մի քիչ թանկացել է պոմիդորը, բավականին էժանացել է բադրիջանի գինը, նախորդ անգամվա համեմատ ուրեմն դդմիկները, կաբաչկաները մի քիչ թանկացել են։ Հիմա գնանք հասկանանք, տեսնենք կանաչեղենի գները ինչ են, ինչ իրավիճակում են։ Ուրեմն սիրելի հետևորդներ, այստեղի շուկայում փակ տաղավարներում է գտնվում կանաչեղենը։ Հովտաշատի շուկայում այդպես չի, հովտաշատի շուկայում ծածկի տակ է, բայց փակ տաղավարներում չի։ Եթե գալիս եք հոկտեմբերյանի շուկա, ուրեմն կարող եք այստեղ գալ փակ տաղավարներում փնտրել կանաչեղենը։ Ահա այսպես։ Մտնենք առաջ, տեսնենք։ 100 դրամով քուր։ Բոլորը 100 դրամ։ Հա, այս դրանք 100 դրամ։ Ուրեմն համեմը 100 դրամ։ Համեմը հիշեք, որ անցած տարի այս սեզոնին բավականին թանկ էր։ Այստեղ պետրուշկան է, էլի 100 դրամ։ Մի քիչ որով պահեմ, որ տեսանելի լինի։ Սամիթը 100 դրամ։ 120 սամիթը, սամիթը 120։ Իսկ սոխը? Սոխն էլ 150։ Իրականում այս սեզոնին կանաչիներ մշակելը բավականին բարդ է, որովհետև շատ շուտ սերմակալում են կանաչիները։ Իսկ խառը կանաչին ինչ արժի։ Խառը կանաչին չեմ ալ, մերը չի։ Չեք իման։ Լավ, փորձենք ուրիշ տեղ հարցնել, խառը կանաչին ինչ արժի։ Այսպես, անցնենք առաջ։ Մարոլն էլ 100 դրամ։ Լավ մեծ մարոլներ են։ Այսպես։
ծածկի տակ եմ նկարում, սիրելի հետևորդներ, գույները այնպես չի, որ լիարժեք երևում են, չմտածեք այս գույնը, իրականում կանաչ գույնի մարոլ է, պարզապես լույսն է այնպես, որ չի երևում մարոլի գույնը։ Այստեղ կան նեխուրներ, քարավուզ կամ նեխուր, կապը 120 դրամ։ Իսկ սամիթը սոխը 150, սամիթն էլ 150, սոխն էլ սամիթն էլ 150։ Համեմն ինչ արժի։ Համեմը համեմը 100 դրամ, համեմն այս տարի շատ է ժանը։ Ռեհաներն ինչ արժեն, բարև ձեզ։ Ռեհաներն էլ են 100 դրամ, տեսեք, շատ նորմալ, ստանդարտ կապված ռեհաներ են։ Սա պետրուշկա էլի 100 դրամ, գնանք առաջ։ Հառը կանաչին 150։ Լավ մեծ կապեր եք կապում։ Իսկ ինչական նանա է սա, այն իզրայելական, որ ասում են դա է, ուրեմն սա տեղականն է, տեսեք չափը, սա իզրայելականն է։ Իսկ գները 100 դրամ, երկուսն էլ 100 դրամ, այսպես, լավ մեծ կապեր են, տեսեք կողքից ցույց տամ, որ պատկերացնեք, այսպեսի կապեր են, սա էլ սրան, կողքից ցույց տամ, որ կապը պատկերացնեք ինչ չափի է, այսպես, թարխուն 80 դրամ, ուրեմն բոլոքին 150, սա բոլոքու կապն է, և ծիտրոնը 100 դրամ, չէ սա, վարյոնկա դամբուլ, 250 դրամ, այստեղ կա դեղց, դեղցը ինչ արժի, դեղցը 400, ծիրանը 500, սմարոձինը էլ կա, 600-700, ճթավոր սմարոձինանա, տեսեք, ըստ որակի 6-ից 700, իսկ սա ինչը, 300-ից 250, սրա անուն ինչպես է, շլոր են ասում սրա, խնձորն ինչ արժի, խնձորը 300, մոշը 800, այստեղ կարմիր սմարոձինը էլ կա, իսկ կարմիր սմարոձինան ինչ արժի, բարև ձեզ, 1300, ինչ հետաքրքիր սմարոձինը է, սա ինչ արժի, տեսեք 150 դրամով դեղց են ծախում, պատճառողն ասում է 150-ա, ես ասում եմ էժան ես ասում, տեսեք ինչ լավ դեղց է, շուկայում կաղամբել են գտել, կաղամբը 100 դրամ արժի, գնանք առաջ, դեղցը 400 դրամ, սա ինչ տեսակի դեղց է, նարինջ դեղց, սա էլ 200, շատ լավ, շնորհակալ ենք, այսքանը սիրելի հետևորդներ, այսքանով ավարտում ենք այս շուկայի տեսանյութերը, իսկ դուք բաժանորդագրվեք մեր ալիքին, քանի որ ձեր բաժանորդագրությունները իրականում շատ օգնում են ինձ, որպեսզի կարողանամ նաև էլ ավելի շատ տեսանյութեր նկարեն, այսպես ասած ինձ ոգևորում են, ինչպես նաև ստիմուլ են տալիս, որպեսզի կարողանամ ձեզ համար էլ ավելի շատ հետաքրքիր տեսանյութեր նկարեմ եւ ավելի հաճախ գամ շուկա։ Մոռացա նաև ասել, որ եգիպտացորենի գինն էլ հատը 100 դրամ եմ գնել։ Այսքանը սիրելի հետևորդներ, դե ինչ լավ մնացեք, բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի բաց չթողնեք նաև հաջորդ տեսանյութերը, իսկ մենք կհանդիպենք։